որը պիտի լինի ձեր ակնկալիքը մարզչից, օրինակ, եկել եք մարզասրահ ու վերցրել եք մարզչով abonnement, ինչ ակնկալիք պիտի ունենաք իրանից։ Մարզիչը պիտի ձեզ ուղղորդի դեպի ձեր պատկերացրած երևակայական արդյունք, այսինքն եթե հետեւյալ անձնավորությունը հանձն է առել, ուրեմն պիտի ուղղորդի եւ ձեզ ապահովի շարունակական պրոգրես։ Այսինքն որովհետեւ կան մարդիկ, ովքեր որ վերջնական ինչ որ ակնկալիք չունեն, կլինի դա նիհարելու տեսքով, կլինի դա ինչ որ սպորտային դասիժենիայի տեսքով, ինչ որ ծանրություններ բարձրացնել կամ ինչ, այլ դուք ուզում եք շարունակական պրոգրես։ Եթե հետեւյալ մարդը կարողանում է ապահովել ձեզ այդ պրոգրեսը, ուրեմն դուք ճիշտ մարդ եք ընտրել, ինքը բավականին գրագետ է իր գործում եւ ամեն ինչ նորմալ է գնում։ Բայց եթե մարզիչը կատարում է պարզապես պարտաճանաչ ինչ որ մատուցողի դեր, օրինակ ձեր կողքը ամեն անգամ ինքը կանգնած է շատ պարտաճանաչ կերպով, բայց դուք որևէ պրոգրես ամիսներ ու տարիներ շարունակ չեք տեսնում, ուրեմն այդտեղ մտածելու առիթ է տալիս, որովհետեւ դուք վճարում եք իրան արդյունքի եւ գրագիտության համար, իր գիտելիքների համար, որը որ ձեր կողքը կանգնելը չի։ Ձեր լավ է որ կանգնի, բայց ձեր խնդիրը վերջնական արդյունք ունենալն է, ոչ թե բարի սպասարկում ստանալը։ Դերևս կարողանական մարդիկ, ովքեր որ հենց դրա համար են գալիս, եթե դրա համար են գալիս ու այդ ստանում են, դա շատ լավ է, բայց ըստ իս բոլորն էլ վերջնական արդյունքում, եթե ժամանակ են ծախսում, միջոցներ, ֆինանս են ծախսում, ուզում են նաև ունենան համապատասխան նաև արդյունք։ Սա է երևի թե այն կրիտերիաները իմ պատկերացրած, որը որ պիտի լինի։